դերը և իրավունքները հայ հասարակությունում և պատմության մեջ։ Եվ մենք մեր առաջ դրել ենք հետևյալ նպատակները։ Վերլուծել կանանց դերը հասարակական գործունեության տարբեր ոլորտներում, պետության կառավարման մեջ, զինված ուժերում, մշակույթում, կրթության մեջ, ընտանիքում, հասարակական քաղաքական շարժումներում և այլ ոլորտներում։ Ձևավորել վերաբերում իրավական արժեհամակարգի, պետության կայացման, հայրենիքի և ազգային մշակույթին ծառայություններ մատուցած կանանց նկատմամբ, ձևավորել հասարակական հարաբերությունները վերլուծելու, համադրելու հետևություններ և եզրահանգումներ անելու փոփոխությունները, գնահատել և մասսայականացնել կանանց ձեռքբերումները իրավական ոլորտում, զարգացնել հայոց և համաշխարհային պատմության մեջ կանանց դերը գնահատելու և արժևորելու հմտությունները։ Մենք ցանկանում ենք ունենալ այսպիսի վերջնարդյունքներ, հավաքագրած տեղեկությունները վերլուծել, գտնել հիմնախնդրի հիմքերը և առաջարկել լուծումներ, տարածել և պաշտպանել կանանց իրավունքներն ու հավասար հնարավորությունները հասարակական կյանքում, գնահատել կանանց դերը հայոց և համաշխարհային պատմության մեջ, ինչպես նաև ստեղծել ուսումնաօժանդակ նյութեր։ Մեր ուսումնասիրման համար սկզբունք են հռչակել Ռաֆու խոսքերը։ Կինն այն առանցքը, որը շուրջը կուտակվում է քաղաքակրթությունը։ Կնոջ դերը և իրավունքների մասին պատմությունը մեր մարդկության չափ հին է։ Աստված ստեղծելով Ադամին, իր գողակից ստեղծել է նաև Եվային։ Ադամ երբերել նշանակում է մարդ կամ հողի որդի, իսկ Եվա երբերել նշանակում է կյանք կամ կյանք տվող։ Դրախտից ակսորվելուց հետո կինը դատապարտվել է ծննդաբերության ցավերով և տղամարդու ենթակայության տակ գտնվելով, իսկ տղամարդը քրտինքով և զղջումա աշխատելու իր ողջ երկրային կյանքում։ Մեր ուսումնասիրման ընթացքում մենք նկատել ենք, որ տարբեր ժամանակահատվածներում, տարբեր ժողովուրդների մոտ և քաղաքակրթություններում կանանց իրավական և հասարակական դիրքը տարբեր է եղել։ Նախնադարում ձևավորվում էր մեծ մոր, պտղաբերողի պաշտամունքը, տան պաշտամունքը, օջախի պահապանի պաշտամունքը և այդպիսով կինը դառնում էր տան հենասյունը։ Հեթանոսական Հայաստանում կին աստվածուհիները նույն հավասար են եղել տղամարդ աստվածներին, օրինակի համար Ծովինարը, Ասղիկը, Նարեն և հատկապես Անահիտը հավասար են եղել Արամազդին, Միհին, Վահագնին։ Եթե դիցարանը հայ հասարակության արտացոլանքն է, այստեղից էլ հետևում եք, որ կանայք և տղամարդիկ հավասար են եղել հին հեթանոսական Հայաստանում, իսկ ամենայն դեպս կանայք ստորադասված չեն եղել տղամարդկանց։ Հին Հունաստանում, Աթենքում, Սպարտայում կանայք իրավազուրկ էին։ Ժողովրդավարության բնորեն հանդիսացող Աթենքում կանայք քաղաքացիություն չունեին, հետևաբար չէին մասնակցում պետության կառավարմանը, չունեին ընտրելու և ընտրվելու իրավունք, չէին մասնակցում հասարակական կյանքին և օլիմպիական խաղերին, սպորտը, կրթությունը, գիտությունը, արվեստը, դրանք բոլորը տղամարդկանց մենաշնորհն էին։ Հռոմեական օրենքները ստեղծվել էին տղամարդկանց կողմից տղամարդկանց համար։ Կանայք ձայնազուրկ էին և չէին կարող զբաղեցնել հասարակական պաշտոններ։ Հռոմեական հասարակությունը հայրիշխանական էր և կանայք չէին կարող մասնակցել ընտրություններին, պաշտոն զբաղեցնել կամ գնալ բանակում ծառայել։ Աղջիկները տղաներին հավասար ժառանգական իրավունքներ ունեին, միայն եթե իրենց հայրը մահացել էր առանց կտակ թողնելու։ Դասական հռոմեական իրավունքով տղամարդուն արգելվում էր կնոջը ֆիզիկական բռնության ենթարկել, կնոջը ծեծելը բավարար հիմք էր ամուսնալուծության կամ ամուսնու դեմ այլ դատական գործընթացների համար։ Եգիպտոս։ Եգիպտոսում կանայք վայելում են տղամարդկանց հավասար իրավունքներ, սակայն դրանք կախված էին հասարակության դասային կառուցվածքից։ Կանայք կարող էին դատարանում գործառույթել, արգո վաճառքով զբաղվել, կտակել, ինչպես նաև դատարանում վկա լինել։ Նրանք հողային ունեցվածքը հասնում էր մորից դստերը։ Կանայք ստորադասված էին տղամարդկանց և չունեին քաղաքական իրավունքներ։ Միջագետքում և հատկապես Շումերում և Բաբելոնում կանայք չունեին քաղաքական իրավունքներ։
Նրանք չէին կարող մասնակցել երկրի կառավարմանը եւ զբաղեցնել պետական պաշտոններ, սակայն նրանք ունեին որոշակի իրավունքներ ընտանեկան կյանքում, նրանք կարող էին ունենալ հողային սեփականություն ունենալու իրավունք եւ կարող էին անգամ ամուսնալուծվել։ Ըստ Համուրապիի օրենքին կանայք բավականին դաժանաբար պատժվում էին եւ իրենց գործած զանցանքների եւ հանցանքների համար, ստրկացումից մինչեւ տուգանք եւ ազատազրկում։ Հնդկաստան։ Հին Հնդկաստանում Վեդայական դարաշրջանում կանայք ունեցել են սարային հավասարություն կյանքի բոլոր բնակավայրերում։ Կրթություն են ստանում, ամուսնանում են հասուն տարիքում։ Հետագայում հինդուիզմի տարածման եւ հնդկական հասարակության կաստայական դասային կառուցվածքը կնոջը դարձրեց երևազուրկ եւ կախյալ։ Միջագետքի եգիպտական, հռոմեական, հնդկական դիցարաններում հասարակության մեջ շատ կարևոր դեր են ունեցել կանայք։ Օրինակ կրոններում աստվածուհիները ստորադասված են եղել աստվածներին ճիշտ այդպես, ինչպես այդ հասարակություններում կինը տղամարդուն։ Օրինակ հայկական դիցարանում գլխավոր եռյակում ամենապաշտված աստվածուհին եղել է Անահիտ աստվածուհի, Մարության, Պտղաբերության եւ նաեւ Հայաստանի հովանավոր աստվածուհին։ Հայ իրականության մեջ մինչև մահմեդական մշակույթի հետ առնչվել է, հայ կինը եղել է գուցե ժամանակակից պատկերացման ոչ իրավահավասար, բայց ազատ հասարակական դիրքով տղամարդը հավասար եւ ակտիվ ներգրավված է եղել հասարակական քաղաքական կյանքում։ Այսինքն մյուս երկրներից տարբերվել է, չէ՞։ Սասնա ծռերի առաջին գին երկարը ծովինարն էր։ Նախաբանը ունենք, չէ՞, ինչու է ունեցիք Սասնա ծռերի գինգեր պարները։ Հենց նաև դնում են Սասնատան սկիզբը, այն էլ վկայում է, որ մար իշխանական կինախամարից վկայում է, որ այն արմատներով գնում հասնում է այն ժամանակները եւ հասարակությունը մար իշխանական է։ Հետաքրքիրն այն է ծովինարի կերպարում, որ հենց նա է ընձել ամուսնանալ Բաղդադի խալիֆի հետ հրաձելով իր պայմանները։ Սրանից պարզ է դառնում, որ տիպիկ հայ ընտանիքում կին ունեն ընձելու իրավունք։ Ասած մենք որոշել ենք Էպոսին առանձին մյուս տարի, աջակցությունները ընթացիկ։ Կարող է ասում, որ ըստ էության այդ 7-րդ դարը չէր արտացոլում, էլի։ Ինքը դե ասում եմ այլ իշխանությունն է։ Հապարին իրենք որպես բան են ներկայացում բաղդադի, բայց ծովինարը հաստատ են շատ ավելի բաղից լավ, ով է շարունակում։ Էպոսի հաջորդ ուժեղտինը Սանասարի կողակիցն էր, դեղցում ծամը։ Էպոսից պարզ է դառնում, որ դեղցում ծամներ նախաձեռնել ամուսնանում Սանասարի հետ եւ խեղճ Սանասարին մի լավ տանջելուց հետո միայն նա համաձայնել են։ Էպոսից նաեւ իմանում ենք, որ դեղցում ծամը Էպոսից նաեւ իմանում ենք, որ դեղցում ծամը կախադուի էր։ Սանասարի մահից հետո նա մի քանի տարի հետնած Քուրգիկ Ջալալին կառավարել է Սասունը, որ նշանակում է, որ հայերի համար կին կառավարողը խորթ երևույթ է։ Մեծ մայրիկինն էլ սահանդուխն էր, որը ֆիզիկական մեծ մայրիկինն էլ արմաղանն էր, որը ֆիզիկական առելի ուժի հետեր էր։ Նրան արվանել էր սպիտակ դևը եւ նա տարիներ շարունակ ծեծել էր սպիտակ դևին, չթողնելով մոտենալ իրեն։ Էպոսում քանիցս նշվում է, որ արմաղանը ուժով մհերից պակաս էր։ Սասուտի Դավթիկինն էլ սահանդուխն էր, որ նրա մասին պատկերացում կազմելու համար հիշենք, որ նա մենամարտել է Դավիթի հետ եւ հաղթել։ Ինչպես որ Դավիթն էր քաջ եւ խորոտ, այնպես էլ սահանդուխն էր, խանդուխն էր, համ քաջ, համ խորոտ։ Դավիթ ջան, ես էլ քեզից պակաս մարդ չեմ, ասել է խանդուխ։ Սա վկայում է երկուսի միջև հավասարություն։ Այս ժողովուրդը չի ստորագրել կնոջը տղամարդուց։ Արուցն արուց է, եկ թե ոչ։ Մեր փոքր մայրիկինը գովարն էր, նա ևս մենամարտել էր իր ամուսնու հետ եւ հաղթել։ Այս ամենից ենթադրում ենք, որ խեղճ եւ ճնշված կնոջ դերը բնորոշ չէր հայերին։ Քրիստոնեություն ընդունելուց հետո կնոջ պաշտամունքը արտացոլվում է աստվածամոր կերպարում։
ով փոխարինելու է գալիս Մայրդիցուն Անահիտին։ Եվ իզուր չէ, որ ժողովուրդն ասում է Մայր հայրենիք եւ Մայր Հայաստան, քանի որ հողը համեմատում են կնոջ հետ, քանի որ երկուսն էլ պտուղ են տալիս, երկուսն էլ պտղաբերում են։ Միջնադարում քրիստոնեությունը ոտքից գլուխ ծածկեց կնոջը եւ կնոջ իրավունքները նախ եկեղեցու կողմից, իսկ հետո պետության։ 4-րդ դարում 354 թվականին Արտիշատի եկեղեցական ժողովը կրոնական հարցերից բացի կարգավորում է նաև հասարակական հարաբերությունները, հենվելով կանանց եւ տղամարդկանց իրավահասության վրա։ Շահաբիվանի կանոնով 444 թվականին կինը պետք է տնօրինի ընտանեկան գույք միայն այն դեպքում, երբ ամուսինը լքել է նրան առանց հիմքերի եւ հավելենք նաեւ, որ կարող է տուն բերել նոր ամուսնու։ Դավիթ հալավկավորցու կանոններով ամուսնությունը վավերական է միայն հարսնացու եւ փեսացուի հորժարական համաձայնության դեպքում։ Ամուսնությունը վավերական չէ, եթե այն հիմնված է կրոնության վրա։ Կնոջ իրավունքներին պատշաճ ուշադրություն է դարձրել հայկական աշխարհի իրավական փաստաթղթերում։ Գրեթե դեռ առկային առաջին հիշատակումներն առկային 5-րդ դարում Վաչագան թագավորի կանոնագրքում եւ միջնադարում հայկական իրավունքը ասած հայկական իրավունքը Մխիթարգոշի դատաստանում ավելի ամրագրվեց Մխիթարգոշի դատաստանում։ Կրթված կանայք հասարակության համար կգանձեն գրել է Մխիթարգոշը, նրա դատաստանագրքում ներառվում են տարբեր սկզբունքներ բռնի ամուսնությունների դեմ, խրախուսում է գույքի հավասար պաշտպումը եւ քրեմորեն տուգանում պատուժում կանանց դեմ բռնություն գործադրողներին։ Գրքում խոսվում է նաև կանանց պատվի եւ արժանապատվության ճանաչման, կնոջ ամուսնական տարիքի, ամուսնալուծվելու, երկրորդ անգամ ամուսնանալու եւ այլ իրավունքների մասին։ Համաձայն Գոշի կնոջ ամուսնական տարիք 15 տարեկանն է, ամուսնալուծվելու դեպքում տղամարդն ուներ 3 պատճառից կինը 6։ Կիլիկյան Հայաստանի Ներողություն, այստեղ Գոշի դատաստանագրքից մի հատվածներ երեխաները շատ էին վերել իրականում, որոնք վերաբերում են կանանց իրավունքներին, գույքային, ամուսնական, այո։ Կիլիկյան Հայաստանի ռազմական գործիչ, պատվիչ, իրավագետ, դիվանագետ Սմբատ Դուսկապլը իր դատաստանագիրքը գրել է Մխիթարգոշի դատաստանագրքի հիման վրա, փոփոխելով այն եւ հարմարացնելով Կիլիկիայի բազմաց բնակչության պայմաններին։ Սպարապետի օրենսգրքում հստակ ամրագրվում էին կանանց գույքային իրավունքները եւ կարգավորում ամուսնական հարաբերությունները։ Մստամբլի գիրքը ռուսերեն կա, բայց հայերեն չկա։ Հենց դրա համար ես ճիշտ ասած չկարողացա գտնել համապատասխան նյութեր երեխաներն էլ, որ կարողանային օգտագործել։ Ռուսերենն շատ է, բայց հայերենն էլ կար, ուղղակի չի ստացվում։ Ռուսերենն էլ ապարակում է հայերը իրենց շատ ծանոթ տարածություններ կան։ Բայց չի վերահրապարակում։ Ու գրախառ է, ճիշտ ասած, միջին հայերենով է, Ռուսաստանը միջին հայերենով է գրել, այդքան էլ մեզ հասկանալի չէր։ Շարունակենք։ Ժամանակակից ըմբռնումներով կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության ձևակերպումները դրված են Շահամի Շահամիրյանի որոգայք փառացումը, որը հրատարակվել է 1773 թվականին։ Այն համարվում է հայկական առաջին սահմանադրությունը, որը ստեղծվել է ԱՄՆ-ի սահմանադրությունից 15 տարի առաջ։ Այնտեղ ասվում է. ցանկացած մարդկային արարած, լինի նա հայ կամ այլ ազգի ներկայացուցիչ, լինի տղամարդ թե կին, ծնված լինի Հայաստանում թե դրա սահմաններից դուրս, պետք է ապրի հավասարության մեջ եւ հավասար լինի իր ծավալած գործունեության մեջ։ Ոչ ոք իրավունք չունի հպատակեցնելու այլ մարդկանց, իսկ աշխատողները պետք է վճարվեն այնպես, ինչպես վճարվում են սովորաբար ծավալված գործունեության համար։
կանանց իրավահավասարության խնդիրը լուծված էր 1918 թվականից 1920 թվականներին եւ կանայք քաղաքական իրավունք ստացան մի փոքր ուշ ընտրելու եւ ընտրվելու քաղաքական իրավունքը։ Հավելենք, որ ԱՄՆ-ում, Եվրոպայում կանանց այդ քաղաքական իրավունքը մի փոքր ավելի ուշ ստացան։ Եվ Նամիջամորացար, հա, վերքին վարկանան։ Հայաստանի խորհրդարանում 3 կանայք են՝ Կատարին Էզալյան Մանուկյան, Վարվարե Սահակյան, Պերճուի Պարտիզանյան Բարսեղյան։ Կատարին Էզալյան Մանուկյան, Արամ Մանուկյան։ Եվ Կանանց քաղաքական իրավունքների մասին կոնվենցիա։ Հոդված առաջին կանայք պետք է իրավունք ունենան բոլոր ընտրություններում քվեարկել տղամարդկանց հետ հավասար հիմունքներով, առանց որևէ խտրականության։ Հոդված առաջին կանայք պետք է իրավունք ունենան տղամարդկանց հետ հավասար հիմունքներով ընտրվել ազգային օրենսդրությամբ սահմանված բոլոր հանձնորեն ընտրվողի մարմիններում առանց որևէ խտրականության եւ այլն։ Այսինքն ժամանակակից իրավունքը արդեն կարգավորվում էր միջազգային, չէ՞, հաստատվում։ Հայկաշարով է Հայկաշարը ես չէ, Նարեկը, Դավիթը եւ Ալեքը։ Նրանք ովքեր որ տիրապետում են, որ իրենք կանվայի են տիրապետում, ես բոլորովին ոչ։ Իրենք հավաքում էին, ես ընդհանրապես այսպես ասենք հավաքվել եմ։ Իրենց հավաքած տեղեկություններ, նույնիսկ իրենց առանձին սայթները կարող են ցույց տալ։ Համոզվելու համար, որ իրենք են աշխատում։ Հա։ Եվ մեր օրերի համար ազգային ժողովի ընտրություններին 2018 թվականին թեկնածուներն էին 68% տղամարդ եւ 32% կին։ Իսկ 2021 թվականին 68% տղամարդ էր, իսկ 37% կին։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում 47 հոգի տղամարդ էր եւ 24 հոգի կին։ Իսկ Հայաստան դաշինքում 18 տղամարդ եւ 11 կին։ Երևի հնարավոր չի 37-ից, որպես մաթեմատիկ։ Չէ, հա, 100-ից ավել է։ 268 ենք գրել, լավ կնենք։ Ինչպես նաև Պալտի Գուլեմ դաշինքում 4 հոգի տղամարդ եւ 2 հոգի կին։ Այսպիսով մենք տեսնում ենք, որ կանանց իրավունքներն ունեցել են առաջընթաց, բայց դեռևս հավասար չեն տղամարդկանց իրավունքներին։ Ամենադեմոկրատական պատիվ ունեն։ Մինչև մահմեդական թուրքալեզու ժողովուրդների տարածաշրջան գալը հայ հասարակական մշակութային կյանքում կանայք եղել են ազատ։ Ունեցել են բանն այն է, որ իրենք նոր են անցնում, իրենք այս ձևակերպումները իրենք համար խորհուրդ են, ուրիշ կերպ էլ հնարավոր չի։ Կամ պատմում են, կամ չեն։ Դժվար է, էլի հիշում, որ հենց նույնությամբ միտքը փոխանցել, ոնց էլ անում են, աղավաղում են, որովհետև իրենք այդ երևույթները հասարակական այդպես չեն։ Հիմնական եզրահանգումներ սա հետազոտական աշխատանք է նախագծային, հետևաբար ուղղակի սա այգաշարը չենք ներկայացնում, դաս չի սա դաս։ Որ փաստած ներկայացի հատուկ կարգ, բայց իրանք պետք է որ մի ամիս ռամի չեպված պիտի որ։ Հիմա ես ուզում եմ, որ իրենք դա ներկայացնեն։ Լավ։ Ինչքան կարաս։ Ո՞վ կարող է եզրահանգումները։ Ուղղակի ձեր բառերով փորձել։ Դավիթ, նավետ, դուք կարող եք, հա։ Արավելի վաղ շրջանում ավանդույթներն են, չէ՞։ Դուք քիչ առաջ այդ մասին խոսում եք, կայացաթուղթ, օրենքներ։ հա։
Նույն Չէ, ձեր բառերով, մորեի բոլոր դեպքերում Ընթացքում կանանց իրավունքները պաշտպանվել են ավանդույթներով կամ այլ տարբեր ձևերով, դրանք փորձել են տարածություն իրենց պաշտպանել ավանդույթների միջոցով, կանոններով, չէ, եկեղեցական բայց նրանք շատ ներգրավվածություն չեն ունեցել տարբեր գործերի մեջ։ Իսկ հիմա տարբերությունները մեծ է, կանենք ունեն ներգրավվածություն տարբեր աշխատանքների մեջ, բայց բավարար է արդյոք։ Վերևս այդքան էլ բավարար չէ նրանց քանակը։ Բայց բավարար չի։ Համեսի մեջ փոփոխություն ունեք կանայք, օրինակ, իհարկե, Հիմա իրենք